նշում էի, որ կա որոշակի օրենսդրական փոփոխությունների կարիք, նկատի ունեի այն հանգամանքը, որ շատ հաճախ, երբ որ մենք գործ ունենք նաև օպերատիվ տվյալներով հաշվառված օրենքով գողերի հետ կամ քրեական հեղինակությունների հետ, երբ որ դրանք պիտի վերածվեն արդեն քրեական վարույթի եւ դառնան ապացույց, շատ հաճախ թեև օպերատիվ տվյալը կա, հստակ ամբողջական պատկերը կա, բայց դատավարական օրենսգրքի համապատասխան կանոնների կիրառմամբ հնարավոր չի լինում այս օպերատիվ տվյալը վերածել ապացույցի եւ օրինակ XY կանոն ազգանունով կամ մականունով թեկուզեք օրենքով գողին կամ քրեական հեղինակությանը ենթարկել պատասխանատվության քրեական վարույթով անցկացնել եւ արդեն բավարար հիմքերով ներգրավել որպես մեղադիր։ Հիմա ինչն է ընդհանուր հարցը։ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում այսպիսի կարգավիճակ պահպանելու համար եւ օրենսգիրքը հստակ բացատրական մաս ունի որպես այդպիսին, որտեղ որ նկարագրվում է ինչ ասել է պահպանել։ Երբ որ կարդում ենք այդ նկարագրությունը, ստացվում է, որ միայն կարգավիճակ ունենալը բավարար չէ այս հոդվածով պատասխանատվության ենթարկելու համար։ Պիտի օրինակ դրամահավաք իրականացնես այդ փաստը եւս պիտի հաստատված լինի, պիտի մասնավոր վեճ կարողանաս լուծել, պիտի հիերարխիկ կառուցվածքում է դերակատարների մնացյալ բոլոր կոմպոնենտները եւս լինի, որ նրանք ներգրաված լինեն որոշակի process-ներում, եւ ստացվում է մի իրավիճակ, որ թեև մեզ հայտնի է, որ կան որոշակի կարգավիճակ ունեցող անձինք, ընդ որում հանրության շրջանակներում բազմաթիվ են այդ քննարկումները, բայց դա թողնենք մի կողմ, որովհետեւ մենք գործ ունենք իրավական process-ի հետ, բայց լրացուցիչ պահպանման բաղադրիչով խնդրահարույց իրավիճակներ է առաջանում, երբ որ դու չես կարողանում հիմնավորել դրա արկայությունը, թեև որ պրակտիկ առումով մենք վստահ ենք դրանց գոյության մեջ։ Հիմա իրավական առումով նույն մեր հարևան երկրների փորձառությունն են երբ որ դիտարկում, քրեականացված է ոչ թե պահպանելը կարգավիճակ, այլ կարգավիճակ ունենալը։ Բայց կարգավիճակ ունենալու մասով էլի պիտի ապացուցվի թե կարգավիճակ ստանալու կոմպոնենտը, թե հիերարխիկ շղթայի արկայությունը եւ մնացյալ բոլոր բաղադրիչները, որոնք պահպանման ներքո են, չեն ապացուցվել։ Բայց ես գիտեմ, որ բազմաթիվ են այն մոտեցումները եւ նաեւ թեկուզ եւ ձեր կողմից հրապարակումները, որ այ միայն նրանց հայտարարությունը բավարար է լինելու։ Հարցնեք իրենք ասեն։ Օրինակ ոստիկանը բռնում ասում է դու օրենքով գողես կամ աստիճանակարգում ես, ասում է չէ։ Հիմա Ռուսաստանում այդպես են անում։ Ռուսաստանում այդպես են անում, իրենք ընդունում են։ Արդեն հին մեթոդ է, հին իրավակարգի բնորոշ, որովհետեւ եթե մենք նայենք նաև իրավակարգի զարգացման միտումները, եվրոպական չափանիշները, եվրոպական դատանի ստանդարտները, նմանատիպ հայտարարությունը չի կարող հիմք լինել, միայնակ հիմք լինել անձին պատասխանատվության ենթարկելու։ Բայց ինքը խոստովանում է։ Եվ ես վստահեցնում եմ, որ մինչև մենք փորձում ենք ինչ-որ փոփոխություններ կատարել, ենթամշակույթի կանոնները եւս բավական ադապտացվում են այս ռեժիմում, այնպես որ մտածում ասենք դու քրեական հեղինակություն ես եւ կլինի դրական արձագանք։ Կներեք, իրենք հետո խնդիր կունենան քրեական աշխարհում։ Եթե օրենքով գողը ասի, որ ես օրենքով գող եմ, չէ, քաղաքացին ասի ես օրենքով գող եմ, բայց ինքը հետո դուրս գա տեղից, այդ քրեական ենթամշակույթ կրողների մոտ խնդիր կլինի։ Իրենց խնդիրները։ Ասեն իմ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդումն է եւ քրեական ենթամշակույթը Հայաստանի Հանրապետությունում ուղղակի դեռ չունի։ Դուք այդ մեթոդը չեք կիրառելու հարցնելու։ Ուղղված են լինելու տվյալ անձանց բացահայտմանը, կոնկրետ փաստական հիմքերի ամրապնդմանը, որպեսզի պատասխանատվությունը լինի անխուսափելի։